Կներն ողջույն, շարունակենք ուրեմն Python-ի նվիրված շարքերի դիտարկումը, հիմա դիտարկենք մի փոքր ավելի բարդ եւ հետաքրքիր խնդիր։ Խնդիրը ասում է հետեւյալը. ուրեմն մուտքում ստանում ես դու ինչ որ ցուցակ, list եւ պետք է տպես այդ ցուցակի բոլոր ենթացուցակները, այսինքն եթե ստանում ենք օրինակ 1 2 3 4 5, սա բոլոր ենթացուցակները պետք է ստանալ, այսինքն պետք է ստանանք մի հատ դատարկը, ու այդ ամենը պետք է list-ի մեջ լինի, հա, այսպես դատարկը, հետո մի հատ տարանոցներ, այսինքն 1-ը, 2-ը իրան ենթացուցակ է, 3-ն է իրան ենթացուցակ, 4-ն է իրան ենթացուցակ, 5-ն է իրան ենթացուցակ։ Հաջորդիվ գալիս են արդեն զույգեր, այսինքն 1-ն ու 2-ը, 1 2-ը, հետո արդեն կլինի իրան ենթացուցակ 2-ն ու 3-ը, հետո արդեն իրան կլինի ենթացուցակ 3-ն ու 4-ը, հետո կլինի արդեն իրան ենթացուցակ 4-ն ու 5-ը։ Սա երկուսները։ Հիմա նույնը 3-ների համար, այսինքն մի հատ կլինի 1 2 3-ը, հետո 2 3 4-ը, հետո 3 4 5-ը եւ այսպես վերջ։ Հետո 4 հատի համար 1 2 3 4-ը, հետո 2 3 4 5-ը եւ մի հատ անցամը 1 2 3 4 5-ը։ Վերջ։ Խնդիրը այսքանն է, հիմա փորձենք այս ամենը իրականացնել։ Ուրեմն ալգորիթմը, որը կառաջարկվի, առաջարկումը վարվել հետեւյալ կերպ։ Սկզբում առաջին իտերացիայի ժամանակ եկեք ուրեմն սկսենք 1-ից։ 1-ով կազմվող բոլորները գեներացնենք, այսինքն 1, հետո 1 2, հետո 1 2 3, հետո 1 2 3 4, հետո 1 2 3 4 5-ը։ Դրանից հետո արդեն 2-ով սկսվողները 2 3, 2 3 4, 2 3 4 5, հետո 3-ով սկսվողները 3 3 4, 3 4 5, 4-ով սկսվողները 4 4 5, հետո 5-ով սկսվողները մենակ 5-ն է։ Ու այդպես ստացվում է բոլոր հնարավոր բանը, ենթացուցակները, ներդրված ենթացուցակները։ Շատ լավ, անցնենք խնդրի իրականացմանը։ Ուրեմն վարվենք հետևյալ կերպ։ Նախ եկեք սա գրենք, որ մեր list-ն է, այսինքն իմ list-ը, my list-ը, հավասար է։ Այդ օրքին այսպես գրեմ my list-ը հավասար է, ուրեմն 1 2 3 4 5։ Այս սրան է հավասար։ Ու սա համար փորձեմ իրականացնել։ Տեսեք։ Ուրեմն եկեք մի հատ index պահեմ ես դրսում, որը հավասար է 0։ Index-ը նախատեսված է հետևյալ նպատակով, որ զանգվածի վրա պատտվի, այսինքն ինդեքսը սա կլինի, հետո սա, հետո սա, հետո սա։ Ինդեքսի միջոցով ես կսկսեմ արդեն 1-ը, երբ ինդեքսը 0-ն է, այսինքն ցույց է տալիս 1-ի վրա, դրան հաջորդիվ կսկսեմ մեկ այլ ինդեքսով մնացածները գեներացնել։ Ոնց հիմա բացատրեմ։ Ուրեմն գրենք ներդրված լուփերով ենք աշխատելու, բայց նախքան այդ եկեք ուրեմն new list-ներ ստեղծեմ, որի մեջ կձևավորվի մեր պատասխանը, այսպես ինքը դատակը արդեն իր մեջ է։ Ուրեմն ինչ եմ անում, քանի դեռ while index-ը հավասար չի len my list։ Քանի դեռ index-ը հավասար չի len my list, այսինքն իմ list-ում դեռ քանի դեռ տարեր կան։ Ուրեմն ոնց եմ վարում, գրում եմ loop, մի հատ for e in range։ Ուրեմն սկսում ենք 1-ից, հեսա կասեմ ինչու 1-ից, գնում ենք մինչև len my list հանած my list հանած index-ը պլյուս 1։ Ինչ է սա իրենց ենթադրում, տեսեք։ Ուրեմն ինչա ինձ սկսում 1-ից նախ եւ առաջ։ Վարվել եմ հետեւյալ կերպ։ Ես իմ new list-ի մեջ, եկեք էտել գրեմ ու դրա վրա փորձեմ ավելի մանրամասն բացատրել։ New list-ի մեջ append եմ անելու։ Ուրեմն my list-ի slicing-ով։ Ուրեմն index-ից մինչև index plus in։ Index plus in։ Այսենց։ Ու իհարկե այստեղ պետքա count-ը այս loop-ից դուրս, index-ը այս loop-ից դուրս։ Պլյուս հավասար է 1-ը, 1-ով ավելացնում, ինչ եմ սա այսպես ամ եւ սա ինչա ենթադրում, տեսեք։ Ինձ սկզբից 0 է, չէ։ Ինձ սկսում է 1-ից, ու index-ը 0 է, ինձ սկսում է 1-ից։ Եկանք այստեղ։ Index-ը 0 է, այո։ Index plus in կտա 1, որտեղ in 1 է, այսինքն սա կլինի հենց այս 1-ը։ Հետո in կդառնա 2, այսինքն index-ը 0 է, 0-ից մինչև 2-ը կլինի սա։ 0-ից մինչև 3-ը, 0-ից մինչև 4-ը, 0-ից մինչև 5-ը կլինի սա։ Ընդ որում տեսեք, այստեղ 5-ը ասում է, բայց 5-ը տարը չի, էլի, այդ ինդեքսի մասին, այստեղ կարող եք ուզեք, ես 5-երը սարքեմ 50 օրինակ։ 40, ու սենց 30, ստել 20 սարքեմ, այնը սարքեմ 10, որ չպատկերացեք այդ 1 2-ը դրա համար։ Ուրեմն նայեք, in 1-ը ինդեքսը 0, սա կլինի սա, հետո in դառնում է 2, 0-ից 2, ու այսպես շարունակ բոլոր տարերը ստացանք։ Դրանից հետո ինդեքսը 1-ով մեծացնում եմ։ Ինդեքսը 1-ով մեծացնելեցի, ինդեքսը դարձավ արդեն 1։
Ուրեմն նորից գալիս եմ այստեղ, ինձ սկսում է էլի աշխատանքը 1-ից եւ գնում է արդեն։ Ուրեմն ln-ը 5 է, 5 մինուս 1 պլյուս 1, այսինքն գնում է մինչև 5։ Բայց սկսում է այստեղից։ Այսպես։ Սկսում ենք ինդեքսից։ Ինդեքսի արժեքն ինչ է։ Ինդեքսի արժեքը 1 է, այսինքն սա, հետո սա, հետո սա ու այսպես շարունակ։ Եվ այսպես ամեն անգամ արդեն սա այսպես գեներացնելով գնում ենք։ Խի չեմ սկսում 0-ից։ Նայեք, եթե սկսեմ այդտեղ 0-ից, ուրեմն ամեն պտույտի ժամանակ, ամեն այսպես պտույտի ժամանակ, հա, ինչ է տեղի ունենում։ Ուրեմն լինում է ինդեքս պլյուս 0։ Ինդեքս պլյուս 0 նշանակում է դատարկ։ Դրանով պայմանավորված ես սկսում եմ 1-ից, ոչ թե 0-ից, որտեղ եթե 0 այստեղ 0 գրեմ, ուրեմն մենք 5 պտույտ ենք, չէ՞, կատարում ինդեքսի համար եմ ասում։ Ուրեմն 5 հատ է դատարկ է մեջ ներառելու, բայց մեզ այդքան պետք չի, մենք մի հատիկ դատարկ ենք ուզում, որ արդեն գրեցինք։ Հիմա եկեք այս ամեն ինչը տպեմ, որ դուք ավելի պատկերավոր տեսնեք։ Այդտեղ ինչ որ խնդիր կա այստեղ։ Ահա, այսպես գրեմ։ Ուրեմն print անենք։ Print ենք անում new list-ը։ Այսպես։ Տեսեք, սա բոլոր բաներն են։ Ուրեմն սկզբից դատարկ է, հետո 10, հետո 10-20, հետո 10-20-30, 10-20-30-40, 10-20-30-40, 50, հետո սկսում է 20-ovները արդեն, հետո սկսում է 30-ներովը, հետո 40-ներովը, հետո մի հատ էլ 50-ովը։ Հիմա այս ամեն ինչը որ սորտավորեմ, ավելի գեղեցիկ կլինի։ Եկեք սա ասենց կոպի անենք ու սորտավորենք։ Սորտավորման համար գրում եմ այսպես new list, սորտավորում եմ ըստ իրենց չափերի, get sort եւ այստեղ փոխանցում եմ քիը հավասար է len, այսպես։ Ու տեսեք, այստեղ արդեն n-ը ինչ որ մենք ուզում ենք։ Սկզբից մի հատ տար պարունակողներ, հետո 2 տարի պարունակողները, հետո կգան արդեն 3 տարի պարունակողները, 4 եւ մի հատիկ վերջում արդեն 5 տար պարունակողները։ Վերջ ընկերներ, այս խնդրի համար այսքանը կարծում եմ պարզ եւ հասկանալի։ Հարցերի դեպքում մեկնաբանության դաշտում գրեք, սիրով պատրաստ եմ պատասխանել։ Իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել YouTube-յան ալիքին, տարածել վիդեո կուրսեր, որպեսզի կարողանանք ավելի շատ մարդկանց օգտակար լինել։ Լավ մնացեք, կհանդիպենք։